Պողոսյան գործը ողջամիտ ժամկետում քննել եւ ավարտելը բխում է մեղադրյալների առաջին շահերից։ Արկա է ներկապահին օրենսդրական գործի ողջամիտ ժամկետ հասկացությունը։ Ողջամիտ ժամկետը դատարանը պարոն Քոչարյանի, պարոն Վարդովյան հարց ուղղեց, որն է ողջամիտ ժամկետը ձեր պատկերացումը։ Դատարանի համար ամենատիպս ողջամիտ ժամկետն այն է, որ կախված գործի ծավալից հնարավորինս դատալսումները ինտենսիվ կազմակերպի, անկախ նրանից այդ գործը կավարտվի մեկ դատական նիստով, թե 1001 դատական նիստով, պարոն Պողոսյան։ Հիմա դուք գիտեք շատ մենք ունենք այնպիսի իրողություն, որ նախագահ դատավորը իր գրաֆիկը, իր աշխատանքային դատական նիստերը պլանավորելուց, նշանակելուց զատ եւ որոշակի արձանագրումներ անելուց, որը բոլոր նիստերով արվում է, որոնցով որ դատական նիստեր չեն կայանում։ Հիմա մի հատ է հաշվի առնելով, որ այս գործը չնայած բոլորի համար, բայց ոչ նախագահ դատավորի համար, լիահույս եմ նաեւ հանրային մեղադրողի համար, նախագահ դատավորի համար չի տարբերվում իր աշխատասենյակում գտնվող այլ քրեական գործի։ Տարբերվում է Պողոսյան նրանով, որ ծավալում է քրեական գործը։ Տարբերվում է նրանով, որ այլ դատավորի վարույթում երկար ժամանակ քննվել։ Իմ վարույթում արկա է քրեական գործ, Տիկին Սահակյանն է գործում մասնակցում։ Դատավոր Սարգիս Պետրոսյանը 10-րդ դատավորն է։ Պետք է չէ դատավոր Սարգիս Պետրոսյանը այդ դատական նիստով հնարավորինս սերտ ժամկետներ նշանակի։ Դատական նիստեր պետք է նշանակի։ Այս դատական նիստով դատարանը որ պահին փորձում է հնարավորինս սերտ ժամկետում դատալսումներ կազմակերպել, որը բխում է նաև եւ առավելապես մեղադրյալների շահերից, դուք միանգամից շաբաթ կիրակի կամ այլ օրերի հաղորդումներ եք դիտում եւ այդ հաղորդումների գալիս եք կատարում, փորձում եք ամեն կերպ բերել դատարանի գործողությունները որոշակի այլ համադրությամբ նախատեսված իշխանության մարմինների գործողությունների աշխատանքի հետ։ Պարոն Պողոսյան, դուք իմ նախագահությամբ այլ նիստերի չեք մասնակցում, նախագահ դատավորը գործում է բացառապես անաչառ, ինքնուրույն եւ որևէ քրեական գործով ամենայն դեպս ինչ է սպահը մենք ուղենիշային ժամանակացույցեր ունենք, այդ էլ լսած կլինեք, որ քրեական գործերը որոշակի ժամանակահատվածում պետք է քննվի եւ ավարտվի։ Անգամ այդ ուղենիշային ժամանակացույցով պայմանավորված որևէ անգամ դատավոր Սարգիս Պետրոսյանից գոնե այս քրեական գործով որևէ պարզաբանում, որևէ մեկի կողմից չի պահանջվում։ Եթե պահանջվում է, վստահ եղեք, դատավոր Սարգիս Պետրոսյանը գիտի ինչ պատասխան։ Պարոն Պողոսյան, եթե երբևիցե կունենաք բացարկի միջնորդություն, ցանկացած պահի, հիմա կարող ենք ընդմիջել դու բացակայել դա։ Մի կողմ թողեք, հիմա մի բան պատկերացրեք, եթե պայմանականորեն նախագահ դատավորի գործողությունները ձեր կողմից մատնանշված հանգամանքներով պայմանավորված են։ Նախագահ դատավորը ընդհանրապես այս նիստով գոնե չէր խոսա այդ մասին, հաջորդինով չէր խոսա։ Մի 5 նիստ հետո նոր կփորձեր այսպես գեղեցիկ անցում կատարել։ Բայց նախագահ դատավորը որևէ մեկի հայտարարությամբ որևէ կաշկանդվածություն չունի։ Բայց չի պատրաստվում, շատ կներեք, տարիներ շարունակ քննել մի քրեական գործ, որը կարող է օրինակ պայմանական 2 նիստով ավարտել, 10 նիստով ավարտել կամ 1010 նիստով ավարտել։ Հիմա սա ես հասկանում եմ, սա շատ բարդ է, դժվար է։ Մի քիչ կոպիտ կհնչի հրամցնել մասնակիցներին, որ չկա նման բան, չկա կաշկանդվածություն, չկա ուղղորդում, այն ինչ որ դուք մտահոգություն։ Բայց երբ դուք այդ մտահոգությունը կունենաք եւ փաստարկված, պարոն Մեջնունյանը 1 տարի առաջ ասել էր, որ ձեր կբերի տվյալներ։ Եթե մենք հասնենք այդ հարցի քննարկմանը, չնայած որ նախագահ դատավորի բացարկի հարցը քննարկվել է, բայց դատարանը հնարավորություն են ձեռելու, եթե կան նոր հիմքեր, այդ մասին մատնանշեք հայտնեք։
ցանկացած պահի եւ դատականիստը բացենք դուք ականջալուր եղած լինեք, կասկածներ ունենաք, բայց դատարանի գործողությունները չի կարող ձեզ մոտ կասկած առաջացնել, որովհետեւ դատարանը եթե նորից եմ կրկնում, եթե դատարանը ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ուզենա, այսօր չէր ասի։ Հասկանում եմ, փուլը կանցնենք, հետո կբազաբանենք։ Դատարանը այս ցուցակը յուրաքանչյուր դատականիստից առաջ թարմացվում, փոխանցվում է դատավորին։ Յուրաքանչյուր պատճառները մանրակրկիտ գերվում է, փոխանցվում է դատավորին։ Դատավորը հաշվի առնելով, որ հաջորդի մենք 2 նիստ ունենք ու տարին ամփոփում ենք, դեկտեմբերի ավարտին դատարանի դատականիստը չի նշանակի, որտեղ կողմերը հայտնել են, որ ունեն ծանրադրվածություն։ Դատարանի արձակուրդ մեկնել է 2025 թվականի 20 աշխատանքային օր, 2-10 աշխատանքային օր։ Նախապես կողմերի հետ համաձայնեցվել է հաջորդ դատական նիստեր, այդ ընթացքում է դատարանը մեկնել։ Դատարանի արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ դատական նիստը չի հետաձգվել։ Սա ինչի համար եմ ասում, Տիկին Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ նախապես ձեզ հետ համաձայնեցվել է օրեր, այդ միջակայքում 10 օր եղել է դատարանը մեկնել է արձակուրդում։ Պարոն Պողոսյան, հաջորդի հիմա մենք շուրջ 1 ժամից ավել քննարկում ենք մտահոգություններ։ Բայց ձեզ մենակ առաջի դատական նիստին, երբ որ քննարկում էր դուք տրամադրված, որ նախագահ դատավորը կանխական եւ այլ նախագահ դատավորը հնարավորինս հանգամանալից բարձրաբանումներ ներկայացրեց, որի պարտականությունը բնավ չուներ։ Նախագահ դատավորը յուրաքանչյուր անգամ կարող է լսի բացարկի միջնորդությունը, բացարկը ընդունելու դեպքում է գերավոր հաստատող կազմի։ Լսի եւ հայտնի, որ դատարանը որևէ կաշկանդվածություն չունի, ներժում է ձեր բացարկի միջնորդությունը։ Բայց հաշվի առնելով, որ ամես անաչափ դիտորդներ են դիտում, ողջ հայությունն է դիտում, դատարանը հնարավորինս ոչ միայն գործում է անաչափ, այլև այդպիսին ուզում է Երևան։ Ոչ թե ուզում է Երևան, դա ներկայացնում է, այսինքն հանգամանալից հանրությանը ձեզ ներկայացնում է, որ այդ պաշտպանների կողմից բարձրացված այս մտահոգությունը ունեցել է այսքան ժամանակահատվածում այս պատճառաբանությունը, որի պարտականություն պարոն Պողոսյան չունի դատավորը։ Հիմա յուրաքանչյուր անգամ հաջորդ դատական նիստ, եթե սեմ ժամկետում նշանակեն, դուք պետք է մի հատ, չգիտեմ, հաղորդում, եթե այդ հաղորդումն քաղաքական եղավ, գալու եք ասեք, երեք լուրերով սա ենք տեսել, ձեր գործողություններն մի տեսակ նմանվում է գործողություններ։ Պարոն Պողոսյան, նորից եմ կրկնում, եթե ձեր մտահոգությունները օբյեկտիվ իրականության հետ 0.1% կապ ունենային, այսօր չենք խոսա դրա մասին, վաղն էլ չենք խոսա, 17-ին էլ չենք խոսա։ Դրան այլ ընթացակարգեր կգտնվեր, բայց այդ իրավիճակը չի։ Ինչի համար հրապարակվեց, նիստի ավարտին, նիստերի քարտուղարին ես կհանձնարարեմ ձեզ տրամադրի այն նիստերը, որոնցով նույն հայտարարություններն արվել։ Կարող է գալ մասնակցել այդ նիստը, դրված նիստեր։ Մնացած գործերը Դատարանը խնդրում է, հորդորում է եւ պահանջում է հնարավորին, եթե ունենաք, կարող եք ունենալ ողջամիտ մտահոգություններ, մտավախություններ, փաստարկներ, որ նախագահ դատավոր կաշկանդված է, անաչափ չի գործում, ունի կախվածություն, ունի կան իր վրա ազդեցություններ, իսեր Աստծո, եկեք բացարձակ ներկայացրեք ձեր փաստարկները։ իրական ճանապարհը հասկացած Հիմա յուրաքանչյուր անգամ մտահոգություններ մենք Տիկին Սահակյանի հետ այլ դատական նիստով շատ առողջ, նորմալ դատական նիստեր ենք անցկացնում։ Տիկին Սահակյանը որևէ անգամ դատարանի նախագահ դատավորի նկատմամբ բացառապես դրսևորում է հարգալից վերաբերում։ Բայց ասում եք դուք չեք հարգում օրենքը։ Հիմա իմ հայտի խոսքը կրկնեմ, որ իմ պատմությանն է ինձ կաշկանդում ավելի դիպուկ արձագանքելու այդ բարձրացված հարցը։ Քանի դեռ նախագահ դատավոր Սարգիս Պետրոսյանը գրում է պատմության եւ իրականացնում է արտահայտություն, գործելու է բացառապես օրենքով։ Դա կլինի 1 օր, 10 օր, 1 ամիս թե 10 տարի, գործելու է բացառապես օրենքով։ Ունենաք մտավախություն, կհայտնեք բացառք։ Միգուցե բերեք այնպիսի հիմնավորումներ չկա, այստեղ դատարանը ընդունի։ Հիմա յուրաքանչյուր անգամ պարոն Պողոսյան, այս հարցը ժամ կես, 2 ժամ չպետք է քննարկվի։ Ունեք մտահոգություններ,
հայտնեք այդ հնարավորությունների մասին կոնկրետ եւ դրան հաջորդի բացարկի միջնորդությունը։